Խցանումները բոլոր խոշոր քաղաքների համար լոկալ ճգնաժամեր են, որոնք խաթարում են քաղաքային կյանքի ռիթմը։ Երևանում ի թիվս այլ գործոնների դրանց առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցների շարունակական աճն ու երթևեկության կանոնների ոչ պատշաճ պահպանումը։ Առաջին հերթին պետք է տարանջատել իրական խցանումները մեծ հոսքերով պայմանավորված ինտենսիվ երթևեկությունից, որպես խցանում անհրաժեշտ է դիտարկել այն դեպքերը, երբ ճանապարհների հատվող մասը, օրինակ խաչմերուկը, ամբողջությամբ փակվում է եւ որևէ կողմից այլևս հնարավոր չի լինում իրականացնել երթևեկություն։ Իսկ այն դեպքերում, երբ երթևեկությունը չի ընդհատվում, այլ պարզապես դանդաղում է պայմանավորված տվյալ ժամի կամ այլ հանգամանքներով հոսքերի մեծացմամբ, իրավիճակը պետք է գնահատել որպես ինտենսիվ երթևեկություն։ Պետք է տարանջատել երկու մասի խցանումները։ Առաջին հերթին խցանումները, որոնք առաջանում են որոշակի իրավիճակներով պայմանավորված, օրինակ ճանապարհատրանսպորտային պատահարներ կամ ճանապարհային շինարարական աշխատանքներ, եւ երկրորդ այն իրավիճակները, երբ խցանումներն առաջանում են վարորդների գործողությունների հետևանքով։ Բարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով վարորդները հաճախ չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները, երբեմն նույնիսկ կանաչ ազդանշանի դեպքում մուտք են գործում ծանրաբեռնված խաչմերուկ, ինչի հետևանքով չեն հասցնում ժամանակին ազատել ճանապարհը եւ առաջացնում են խցանում։ Հոսքերի դանդաղեցմանը նպաստում են նաեւ վերադասավորումները, երբ վարորդները մեկ գոտուց մյուսին անցնելիս ստիպված շղթայական արգելակում են, ինչն էլ հանգեցնում է երթևեկության հապաղման եւ խցանումների։ Առաջին հերթին մեր կողմից միջոցներ են ձեռնարկվում ոչ ստանդարտ իրավիճակներով պայմանավորված խցանումները կամ հապաղումները կանխարգելելու ուղղությամբ։ Ուսումնասիրվում են ճանապարհատրանսպորտային պատահարների տեղի ունենալու հանգամանքները, մասնավորապես նույն տեղում, նույն պատճառով առաջացող պատահարներն են դուրս բերվում եւ այդ ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ թույլ չտալու համար հենց տվյալ վայրում կամ նույն պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջանալը։ Արման Չիլինգարյանն ընդգծում է, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում տեղադրվել են կանգնակներ։ Միաժամանակ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որպեսզի ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարվեն հիմնականում գիշերային ժամերին կամ այն օրերին, երբ երթևեկությունը ծանրաբեռնված չէ։ Մեր կողմից ուսումնասիրվում է լուսացուցի խախտումը, որն առաջացնում է խցանումներ, լուսացուցի թույլատրող ազդանշանով խաչմերուկ մուտք գործող վարորդների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հնարավորության հարցը։ Ուսումնասիրում ենք նաև այն հնարավորությունը, որ ինտենսիվ երթևեկության պայմաններում աճ ու ձախ անհարկի վերադասավորումներ իրականացնող վարորդների մասով պատասխանատվություն կիրառելու հնարավորության եւ նաև այդ ազատ գոտին չարաշահող եւ հարևան գոտիները վերադասավորվելու ժամանակ այլ տրանսպորտային միջոցներին հարկադրելու հետ կապված պատասխանատվության միջոցներ նախատեսելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության հարցը։ Խցանումների կանխման առաջնային շահառուն հենց վարորդն է եւ ի վերջո նրա գիտակցված ու պատասխանատու վարքագծից է կախված, թե որքանով կիրառելի կդառնան պատասխանատվության միջոցները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նպատակը ոչ թե վարչական միջոցների կիրառումն է, այլ երթևեկության անվտանգությանն ուղղված վարքագծի փոփոխության խթանումն ու քաղաքի ազատ ու անխափան շարժի ապահովումը։